Այսնի տեսանյութով դուք կտեսնեք ճանապարհը ինչ է անում, ոնց են անում մետաքրքիր ճանապարհներ կարող չնայել, բայց բարեկամներ, հարգանքներս մենք հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզում, որտեղ մի վիթխարի վթար է եղել եւ ճանապարհը ձեզ փոխում է, էլի, ով ծանոթ է այս ճանապարհին, բանը, հա? Ինչա։ Չկա, հա։ Դզվա։ Բասվում է։ Վթարը եղել ինչի հետևանքով դաշտերով ենք երթևեկում ընկերներ։ Ուրա։ Վթար է եղել, հիմա մենք դրոնը բարձրացրել ենք, ասացինք մի անգամից համ վթարը կնկարենք, համ էլ էս ապոկալիպտիկ իրավիճակը, երբ որ ճանապարհ են փոխել եւ մենք ուզած գնում ենք։ Լավ է էլի դրոն ունենալը, մենք ամեն ինչ տեսնում ենք եւ այս խցանման մեջ ով հայտնվել է մեզ հետ, հաստատ ինքն էլ կտեսնի, հաստատ բոլորին հետաքրքիր է ինչ վթար է եղել էլի։ Տես մենք դրոնով նկարում ենք, որ բոլորը տեսնեք, իմանաք ինչն է պատճառը, այս գտար, հա։ Տեսի մենք ենք, չէ։ Մենք ենք, բա վթարը ճարեցիր։ Գնայր մոտիկից նկարեիր իմանանք։ Տեսեք, այս ճանապարհներով գնում ենք, հիմա մոտավորապես ախպեր որ գյուղի մոտ ենք։ Այն Ձկանոցը անցանք, չէ։ Հազար բարին։ Հայ, յանը վթար այնա դրոնով նայում ենք, ոնց որ լավ էլ վթար է։ Հա, գնանք էլի, սենց տենանք ինչ ալում։ Հիմա Վարդանը դրոնով ֆիքսում է տեղանքը, ես էլ ես մի տեղանքն եմ ֆիքսում, տեսեք ինչքան մեքենա կա, վթարը հայտնաբերեցինք, մի գիծն է բաց մնացել, հուսանք ոչ մեկին ոչինչ չի պատահել, ինչ լինում է ժեշտին լինի կարգախոսով բարեկամներ, մենք էլ գնում ենք սենց մեր ճանապարհներով, մինչև որ կհասնենք տեղ, հիմա Վարդանը հետ կգա մեր պատոկը կնկարի, հիմա ինչ հեռախոսով եք նկարածս ինչ տեսնում եք, մի բան էլ հələ բանից կտենակ էլի, այն կողմից կտենակ թե դրոնով ոնց է երևում էս ամեն ինչը։ Արա, բայց շրջանցելու ոչ մի ուրիշ ձև չկարա, գիտես։ Այսպես յոլա գնալով գնում ենք։ Ահագին ավտոկա, ես չգիտեի, որ սենց այս տիպի ծանրաբեռնված է այս ճանապարհը, հələ լավա չենք ուշանում։ Բարի օր ձեզ, բարի օր։ Ընկերներ, հիմա այսպես խավեսով գնում ենք եւ շնորհակալ լինենք Աստծուն, որ մեզ այս փոքր փորձություններ է տալիս, սա լավ նշան է, եթե այս մանր-մունր անախորժությունների մեջ ընկնում եք, իմացեք, որ խոշորի մեջ երբեք չեք ընկնի, հիմա գնանք տեսնենք ինչ ենք անում։ Բարեկամներ, բարդ տեղանքով ենք անցնում, գովելի է, որ մենք ջիպով ենք, էդի լավ է, մենք էլ ասես դաշտերի միջով գնում ենք, ես էլ մտ լավ առիթեր եկանք դաշտերի միջով քշելու, վայերի էլի, վայերի իրավիճակի մեջ ենք ընկել, վերևում կովերն են, ձիավորի հետ կանգնած, տեսեք ինչ հզոր տեսարան եմ ձեզ ցույց տալիս, պատմական կադր ընկերներ, պատմական, գեղեցկություն, դաշտերը կանաչ-մանյակ, ճանապարհները դարեփոսեր եւ այսպես մենք գնում ենք ընկերներ, դրոնն էլ մեր հետևից է գալիս, արա հելանք ասֆալտ իշ-որ, ստեղ ասֆալտ կա։ Այն անդե դանդաղ են հետում, գիչտես դրոնը խլում ես, անջտում ես, կբերես իմյանից գիչտես, ես դրոնը կբռնեմ, կանջատես։ Հիմա բարեկամներ դրոնը որ հանել ենք օդ, մտածում ենք ոնց իջացնենք, էլի էդ է հարցը։ Տեսեք կիսամաշ ասֆալտ ունենք այստեղ կադրերում, թե են կողմի եկածողները, թե մենք այս բան ենք անում։ Օրոշորոր ենք անում, էլի։ Այս ճանապարհը, ով գիտի այս ճանապարհի մասին պատմեք, ինֆորմացիա մեկնաբանություններում իմանանք։ Այս տեսանյութը անակնկալ հետ կապ չի ունենալու, ուղղակի մենք այս ճանապարհով երթևեկում ենք, մինչև կգնանք կհասնենք անակնկալներին։ Չկնաղ ճանապարհը, այս ճանապարհը շատ հավանեցի, ճիշտ է, մի քիչ շատ է փոսերը, բայց սիրուն է, էլի, տարբերվող օր ունեցանք այսօր, ինչի համար շնորհակալ ենք այս կազմակերպիչներին։ Հավես, ասենք կանցնենք, կգնանք 2 րոպեում, ու սենց հետաքրքիր ճանապարհի մեջ ընկանք մենք բոլորս։ Վարդանն էլ տանջվում է դրոն իջցնի, ու հələ որ չի ստացվել իր մոտետի դրոնը հենա, այնքան էլ ասիմ վերևով թերցերու, ես ամիտեղ կկանգնենք, չլսավ ինձ, չի լսում Վարդանը։ Տեսեք ինչ հսկայական հերթ է գոյացել, այսենց գնում ենք հանգիստ։ Ի վերջո դրոնը հայտնվեց մեր ձեռքերում, ամեն ճամփորդանք եղավ, ընտիր եղավ։ Հիմա շարունակենք մեր ճանապարհը, մինչև կհասնենք Մայրուղի։
Տեսենք կետնա որտեղից խցանումը շատ լավ է երևում, այս կողմը ու այս կողմը լը մեքենաներ են լիքը, սենց մեր համար գնում ենք էլի, հələ չենք հասել։ Բարի օր աղբեր, լավ դու լավ ելնես։ Մի խոսքով մի պահ դարձել եմ Շամշան բանը, Pro Max, այո, պրոստը բանը, ավտոյռույլից եմ էլի մեկնաբանում ստեղ ինչա կատարվում հիմա Գեղարքունիքի մարզում, այնպես որ ընկերներ, այս գեղեցիկ բնությունը մեզ ուղեկցում է ամեն տեղով, մենք էլ ուղեկցմամբ գնում ենք դեպի ճշմարիտ ճանապարհը։ Արա հələ բայց շատ կա է ոնց որ։ Օ լնդե։ Այն են ավտոներ են սա ավտո է իմ արել։ Վերջ չի երևում։ Լավ հիշողություններ էլի մի 5 րոպեանոց վիդեո ուղեկցությամբ այս ճանապարհը ցույց տվեցինք, ամեն ինձ համար էլ հետաքրքիր էր այս ճանապարհը, ով գիտի ինֆորմացիա տեղեկությունը ասեք իմանանք բոլորս, որ տեղին սա կազմակերպենք էլ հաջորդ անգամ էլ գանք ստեղ։ Բարեկամներ, հասանք ինչ-որ բնակատեղի, բայց անունը չգիտեմ, էսա։ Եկանք փաստորեն այս գյուղ, այս քյասար ճանապարհներով։ Մեր Անուշ աղբերն է դուրս եկել Վազանցի, թող գնա, Լճաշեն գյուղն է ընկերներ, Լճաշենի մոտակայքում ենք, հենա, Վազանցով բանով գնում ենք, էլի Անուշ աղբեր ունենք Վազանցարով, արա, ստե դե Վազանց անես ինչ էլի աղբեր, ստե Վազանցի տեղ չի վաբշե, ընդհանրապես Վազանցի տեղ չի, տեսեք վթարը այն հատվածում էր եղել, ու հիմա այդ դրա պատճառով մենք եկե հասել ենք այստեղ լիքը մեքենաներ եկել ու ընկել են պլեն, ով էլ շտապա ջանը սաղելի։ Այս է զիլ մագնիշի մեքենա, ամեն ինչ ունենք ստե, իշ, զրո վերջ էլ ունենք, զրո վերջը նույնպես եկավ, խոսքով ընկերները սենց գնում ենք էլ չենք հասել տեղ, արդեն մի 15-20 րոպե ստենք։ Մենք հայտնաբերեցինք ձյուկների մի խումբ, որոնք կարոտ են անում, այն սպիտակ սև որոշցի ունա, այն դերը տեսել են, կովեր են, թեկուզ ձի չի, բայց դե էլի պակ չի։ Ով էր զանգում որ։ Բարենորոգված, հիմնանորոգված ճանապարհի հասանք ընկերներ, ուրախություն է պատել իմ հոգին, հիմա հավեսով իշտում ենք, իշտենք գնանք արդեն մեր գործերին, հերիք էլա բոլ է լավ, այ աղբեր, ես իշքան մնացեք ստեղ։ Աշկիս ընդի բացել են ճանապարհը, արդեն դիմացից եկող մեքենաներ չկան։ Ով մնացել էր ստե, հենա սաղեկան, հավեսով տեղը տեղին ընկերներ, ջինգերով գնում ենք։ Գնանք էլի աղբեր։ Գեղեցիկ կարգ է կայանված։ Հասցրի։ Ես էլ հասցրի տորմուզ տամ, գնում ենք այս չքնաղ Ford Transit-ի դռները համբուրելու Porsche Cayenne-ի հարվածամեղմիջով, այո, շատ ցավալի համբույր կլիներ իրականում, դրա համար լավ էր չհամբուրեցին։ Այդ խփելու համն ու հոտը, չէ, շատ տհաճ է երբեմն։ Ադրենալինը, փոշին, բարձիկի չափալախը դեմքիդ, հավորա, պետք չի։ Ոչ մեկին չեմ կամենա։ Քան որ ասել էինք Լճաշեն, հարգանքներս լճաշենցիներին, իսկ հիմա ընկերներ տեսեք որտեղից եկանք եւ դուրս եկանք։ Սևանի խաշմերուկն է, այն գեղեցիկ կամուրջը, որի վրա էլ հենց հարագաչափ է տեղադրած, հենց այդ կամուրջի մոտից դուրս են գալիս ու միանգամից ձախ անեն գնանք ու չեպ մի մեքենան է դուրս գալիս ձախից, իսկ դիմացից այդ վտանգավոր խաշմերուկն է, որը ես այդքան էլ չեմ սիրում, ասենք 3 ուղղություն կա այստեղ, մեկը այն կողմից է գալի, մեկը մեջտեղից, մեկը այստեղից դուրս է գալի ու մտնում է։ Ասենք իրականում մելով 4 ուղղություն։ Հա, պետք է շատ ուշադիր այստեղից անցում կատարես Մայրուղի, հետո պատտվես ու գնաս Երևան։ Հիմա ինչը որ մենք անում ենք, էլի, հիմա փորձենք քարքարելով գնանք։ Հավես բարեկամներս։ Ընկերական վիճակ, Անուշ աղբեր վիճակ։ Աղբահարեցինք, բան չմնաց մտնենք Երևան Սևան Մայրուղի բարեկամներ, դզեց, սևանցիներ հարգանքներս, այսօր այս տեսանյութը, այս կարճ տեսանյութը այն մասին է, որ երբ որ լինում է փոքրիկ անհաջողություններ, երբ որ պետք է ոչ սովորական ուղով անցնես, հպարտությամբ ընդունեք այդ մարտահրավերը, անցեք ուրախ, ժպիտով, երկլսելով, հավեսով, նոր ընկերներ ձեռք բերելով, գնացինք։ What do you
Քանի անձրև է եկել, լարվածությունը դարձավ 100%, որովհետև տեսանելիության խնդիր ունենք, պետք է ասֆալտացած, անձրևը լոշափին չի անում, մեր երաշտական կենտրոնի ձայները փոխարինեց անձրևի չփչփոցը, բայց մենք չենք երկնչում անձրևի առաջ ունենում ենք։ Այսօր ունենք 3 հրաշքարիք, որտեղ պետք է ներկա գտնվենք, այնպես որ մեզ ոչինչ չի կարող խանգարել, ասենք, հեսոպա, այս անձրևը որ մեզ խանգարի։ Մեզ սլիմությունը չի խանգարել, իհարկե փնտրարարների օգնությամբ, բայց կապ չունի, ոչինչ մեզ չի կարող խանգարի։ Այսնի տեսանյութով դուք կտեսնեք ճանապարհը, ինչ է կանում, ոնց են կանում, հետաքրքիր չի ճանապարհները, կարող եք չնայել, բայց հիմնականում այս տեսանյութը ճանապարհներն են, խցանումները եւ բնությունը, տեսեք այս մտիչները դեպի ինչ է, գացի, որա ահաբորա, նա որոշել է մեզ կոնկրետի խանգարել, այս ինչ բանի է։ Ձերողը տանի բարեկամներ, այնպիսի եղանակ է բոլորը միացրել են ապարյոնկաները, որ անկած հետևից մեկը չգա այ ապերով, մեկը ոչ մեկը չգա, մենք որ դիզենք քշողենք, հիմա վախենալը քշում, ո՞ր պետք է գա։ Դες սկա ջրափոսեր են առաջացել, սա արագության ժամանակ կարող է ճակատագրական ձեր խաղալ, այնպես որ կերներ բացում արագությունը դիրացնել, բայց արագությունը Gene ağaç yok. Amina ya amina. Evet işte. Maşa kontrolör benim öyle. Maşa kontrolör benim öyle. Tabii ki kapı kayıt edilmiş lazım. Değil. Orayı su çağırtırsınız ben çevirdim. Hayda mıza? Ama kalbim hayır aferin video gelip aferin. Aferin gelip problem sertlik. Kuş gelir. Ya aferin neyi geldi? White for geta հիմա ճանապարհի մեջ դա փաստացել։ Ասեմ, դες կոնկրետ geta հոսում ճանապարհի միջով։ Օրայս դες չեմ Ավարիա գունա, վարդյանական ամեն դարաշրջանի ու դավան չստացվի փոդը։ Դες մարդիկան արա ապում տես շիտա ջարդը, մեկը ելելա բրեն։ Տեսակ ընկերներ, այդ տեսանելիության պատճառով պետք է դանդաղ քշես, որպես բաների չհանդիպես հանկարծ երբևիցե։ Շիտ էին ջարդը, ախպեր, շիտը քարի վրով երևի անցել էր, արա շատ վստահ ենք շում է ախպեր։ Լավ, ամեն դեպքում բոլորի հետ աստված, դուրս կլնեք, ռուսական համարներով մի հրաշք ջիպ անցավ հենց նոր, արա ելն դե իմ արել, ախպեր, ստետ իրավունք չունեն արագ քշել, նա այն կողմն էլ է պռոկա։ Այսօր խցանումների օրը Հայաստանի Հանրապետությունում, ապես ինչ է անում ընկեր։ Հլնա իշքան մարդը քաշը աչքային է։ Ապեր իսկապես աչքաշել կայնելու է, հա հիմա խոսքի։ Բայց մենք կգնանք, ոչինչ։ Մի քիչ դժվար կլինի, բայց կգնանք։ Դեն պռացիվա ստոպերս միացնեմ, ստոպերն էլ կարմրացնենք, որ տենան էլ, իստե ավարյոնն ինչի փրկում, պետք է մեքենա լավ օրտես փոսա։ Կընտրեմ, ասենք ավարիայի բուն ախպեր։ Համփորձանք լինենք բոլորս, իսկ մենք հաղթահարենք այս հրաշք եղանակը գնանք։ Որահավոր այս պատկերացնում եմ մեկի պարտիսը վատ են մերինի պես, ինչ կլինի։ Ես ավտոն առածորվանից շոքեր եսկան չի աշխատը, ես ինչ ցիկլոն է եկել, աղպերները էլի, նայ կողինը լարված էր աղպերը, որտեղ նորմալ է, պետք է լարվես, չես կարա հանգիստ քշես։ Ամենաճիշտ ձևը հանգիստ այսպես երթևեկելն է, տեսեք լիքը մեքենաներ քաշել են աչ կանգնել են ուղղակի, սա հենց այնպես չի, որովհետև նման եղանակը կոչվում է շար եղանակ, այսինքն արգելակման խնդիր ես ունենում, տեսադաշտի խնդիր ես ունենում, խամ շոֆերի խնդիր ես ունենում, օրինակ որ ես նա խամություն արի, մեն կռուգի վրա որ մտա ջրափոսի մեջ լրի տեսադաշտս փակվապ, ու ասենք այդ բան չես կարող պատկերացնես ավտոդ որտեղ է գտնվում, որովհետև տեսադաշտ չունես առհասարակ։ Տեսեք ինչ եղանակ է, չէ, հեսյանից նկարի։
Էսի մեր եղանակն է հիմա։ Ու խոսքի ասֆալտի վրա ջրի շերտ կա։ Էսի ամենավտանգավոր բաներից մեկն է, որ ջրի շերտը կոնկրետ կարողանում է տեսադաշտը փակի պլյուս ստեղծի պայթունավտանգ իրավիճակ։ Արգելակման համար լուրջ խնդիր է ստեղծում։ Արա աղբերներ ջան, անփորձանք, բոլորը անփորձանք։ Այ Եվս մեկ մեքենա որոշեց։ Դες այս շատ վտանգավոր արագություն է այս եղանակը։ Չի կարելի։ Անվտանգ մնալը ամենակարևորն է։ Հենց դատարկվի, անձրևը վերանա, ոտքս նորից գազի սեղմակին կլինի, իսկ հիմա դեռ տենց գնում ենք։ Այստեղ կանենք մենք դիսկավորման քաղաքն։